Իսկ դուք գիտեիք, որ ֆլամինգոները ծնվում են ոչ թե վարդագույն, այլ ամբողջովին սպիտակ կամ բաց մոխրագույն։ Այո, հենց այդպես։ Երբ նրանք նոր են ծնվում, նրանց փետուրները վարդագույն չեն լինում։ Նրանք փոքրիկ սպիտակ ձագեր են, եւ ոչ ոք առաջին հայացքից չի մտածի, որ մեծանալուց հետո կդառնան աշխարհի ամենահայտնի վարդագույն թռչուններից։ Բայց ինչպես են նրանք վարդագույն դառնում։ Պատճառը նրանց սնունդն է։ Ֆլամինգոները սնվում են ջրիմուռներով եւ մանր խեցգետնակերպերով, որոնք պարունակում են բնական գունանյութեր՝ կարոտինոիդներ։ Այդ գունանյութերը ժամանակի ընթացքում կուտակվում են նրանց օրգանիզմում եւ աստիճանաբար գունավորում են փետուրները, դարձնելով դրանք գեղեցիկ վարդագույն։ Ամենահետաքրքիրն այն է, որ եթե ֆլամինգոն երկար ժամանակ չստանա այդ գունանյութերով հարուստ սնունդ, նրա վարդագույն գույնը կարող է խամրել եւ ավելի բաց դառնալ։ Բնությունը երբեք չի դադարում զարմացնել։ Եթե քեզ դուր եկավ այս հետաքրքիր փաստը, բաժանորդագրվիր էջին եւ մեկնաբանություններում գրիր, թե հաջորդ անգամ ինչի մասին կուզենայիր իմանալ։